Եվ խաղաղության պայմանագրի հեռանկարն այժմ քննարկելու ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Շնորհակալություն։ Վարչապետը զիջման ինչ-որ տեղ է բացում, երբ ասում է, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ միայն մի դեպքում, եթե խաղաղության պայմանագիրը, սահմանադրական դատարանը ճանաչի հակասահմանադրական։ Նախ սրանով կարծես թե ակամա խոստովանում է, որ սահմանադրության փոփոխությունը կամ այդ հարցը ընդհանրապես օրակարգ բերելը պայմանավորված էր հենց Ադրբեջանի պահանջով։ Մենք հիշում ենք, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե նաև մեծամասնության մնացյալ ներկայացուցիչները պարբերաբար խոսում էին, որ դա ոչ թե Ադրբեջանի պահանջով բերված հարց է կամ դրանից բխած հարց, այլ բացառապես ներքին օրակարգ է։ Հիմա հարց է առաջանում, եթե դա ներքին օրակարգ է, ապա ինչ կապ ունի սահմանադրական դատարանը կհամարի պայմանագիրը սահմանադրությանը համապատասխան, թե ոչ։ Եթե ներքին օրակարգ է, ապա այդ օրակարգը իր տրամաբանական ընթացքը պետք է ունենա եւ ավարտ ունենա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ինքը կնախաձեռնի սահմանադրության փոփոխություն, եթե սահմանադրական դատարանը չտա հավանություն եւ համարի, որ սահմանադրությանը հակասում է խաղաղության պայմանագիրը։ Սա խոստովանություն է ակամա, որ հենց Ադրբեջանի պահանջով է հարցը բերվել օրակարգ։ Ինչ է ուզում Երևանը հիմա, ըստ իս Երևանը ուզում է, որպեսզի մինչև խորհրդարանի ընտրություն կնքվի այդ պայմանագիրը, ստորագրվի պայմանագիրը, որը հնարավորություն կտա այդ հանգամանքը ներկայացնել որպես ձեռքբերում, որպես խաղաղության օրակարգի կոնկրետ արդյունք եւ ակնկալել դրա էլեկտորալ էֆեկտ արդեն Հայաստանի ներսում։ Եվ սրա մասին է վկայում նաև այն, ինչ խոսել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեռևս Անտալիայի դիվանագիտական ֆորումի օրերին, երբ նա թուրքական մեդիայի ներկայացուցիչներին տված հարցազրույցում նշում էր, որ Հայաստանի Հանրությունը աջակցում է խաղաղության օրակարգին, բայց եթե այդ օրակարգը չտա կոնկրետ արդյունք, չունենա կոնկրետ արդյունք, ապա Հայաստանի Հանրությունը կրկին կարող է աջակցել կոշտ մոտեցումներին, կոշտ օրակարգերին։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նախընտրական ակնկալիք կա որևէ արդյունք ստանալ, եւ հիմա Երևանը կարծում եմ քննարկում է այդ հարցերը Ադրբեջանի հետ, հետեւյալ տրամաբանությամբ թերևս, արդյոք Ադրբեջանը ուզենա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը խնդիրներ ունենա նախընտրական առումով, խնդիրներ ունենա խորհրդարանի ընտրությանը ցանկալի արդյունքի եւ մեծամասնությունը պահպանելու առումով, թե պատրաստ է որոշակիորեն օժանդակել, որպեսզի այդ արդյունքը ներկայացվի հանրությանը եւ ըստ այդմ նաեւ դա ծառայեցվի ցանկալի խորհրդարանական ընտրությանը ցանկալի արդյունք ստանալու գործին։ Բայց մյուս կողմից համենայն դեպս միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում այս մասշտաբի փաստաթղթեր չեն ստորագրվում, այն իմաստով, որ դա համարվում է հնարավոր հեռացող իշխանություն եւ ահա Ադրբեջանն էլ կարող է ասել, սպասենք տեսնենք ինչ կլինի 26-ի հունիսին, գուցե նոր ուժ է գալիս իշխանության, նոր միայն կքննարկենք այդ հարցը։ Անշուշտ Ադրբեջանը փորձելու է առավելագույնս թանկ գին կորզել այդ համաձայնեցված տեքստից։ Եվ սա է պատճառը նաև, որ Բաքուն տեքստը համաձայնեցնելով, այսինքն ստանալով իր մոտեցումների հանդեպ Երևանի համաձայնությունը, այդուհանդերձ չի գնում ստորագրման եւ հավելյալ պայմաններ, նախապայմաններ է առաջ քաշում։ Եվ բնական է ձգտելու են նաև այս իմաստով կորզել առավելագույնը։ Ես դրա համար նշում եմ, որ Երևանից հարցադրումը թերևս արվում է հետևյալ տրամաբանությամբ։ Դուք կուզեք, որ մենք ունենանք խնդիրներ 2026-ի ընտրությանը եւ իշխանության գան կամ մեծանա ավելի կոշտ մոտեցում ունեցող ուժերի իշխանության գալու հավանականությունը։ Ըստ իս հենց այս շեշտադրումով է քննարկումը ծավալվում Ադրբեջանի հետ, իսկ որ քննարկում ծավալվում է դա բաց տեքստով ասում է Հայաստանի իշխանությունը եւ այս հարցադրումն է դրվում Ադրբեջանի առաջ։ Եթե իհարկե Ադրբեջանը անգամ համաձայնի որևէ ստորագրությամբ աջակցել Երևանին էլեկտորալ շրջանակներին կոնկրետ արդյունք ներկայացնելու համար, բնական է այդ աջակցության դիմաց ակնկալելու են շատ ավելի, այսպես ասենք, շռայլություն Հայաստանից իրենց պայմանների եւ մոտեցումների հանդեպ։ Այսինքն դուք կարծում եք, որ այժմ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում հենց էլ Բաքվի այդ ստորագրման երկու նախապայմաններն են քննարկվում եւ ոչ ամենևին ստորագրման տեղի ժամի վայրի հարցեր։
Մենք կարող ենք ամենայն դեպս դատել հրապարակային հայտարարություններով, իսկ հրապարակային հայտարարությունները այն մասին են, որ Ադրբեջանը պարբերաբար կրկնում է իր պայմանները եւ Երևանը կրկնում է դրանց հանդեպ իր առաջարկները։ Մենք լսում ենք, որ Մինսկի խմբի հարցով առաջարկում են ստորագրել նույն օրը, այսինքն պայմանագիրը ստորագրել եւ ստորագրել դիմումը խմբի լուծարման վերաբերյալ, իսկ խաղաղության պայմանագրի մասով էլ շատ հստակ հայտարարվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը խնդիր չունի Ադրբեջանի տարածքային ամբողջության հետ կապված, եւ սա իսկապես այդպես է, այսինքն Հայաստանի Սահմանադրությունը ներկայումս որևէ խնդիր եւ որևէ հավակնություն չունի Ադրբեջանի եւ որևէ երկրի հանդեպ։ Եվ այդ սահմանադրությամբ Հայաստանը անդամակցել է եւ շարունակել է լինել միջազգային ամենատարբեր կառույցների լիիրավ անդամ եւ որևէ պետություն այդ առնչությամբ չի համարել, որևէ միջազգային կառույց չի համարել եւ չի համարում, որ Հայաստանի Սահմանադրությունը ունի որևէ հավակնություն, որևէ այլ հարևան երկրի նկատմամբ։ Հասկանալի է, որ Ադրբեջանը կարճում է այդ անկախության հռչակագրի հղումից եւ փորձում է դա դարձնել իր համար խաղաքարտ Երևանի հանդեպ մի կողմից շանտաժի, մյուս կողմից նախապայմաններ ներկայացնելու եւ առավելագույն գին, այսպես ասենք, ստանալու համար։ Բայց այդ տեսանկյունից մենք կարող ենք դատել իհարկե միայն հրապարակային հայտարարություններով, իսկ այդ հրապարակային հայտարարությունները այնպիսին չեն, որ մենք ենթադրենք քննարկվում են միայն տեխնիկական հարցեր, որտեղ ստորագրել, ժամը քանիսին ստորագրել կամ որ օրը ստորագրել։ Ես կարծում եմ քննարկվում է ահա այս հարցը իմ տպավորությամբ, եւ սա միայն խաղաղության պայմանագրի մասով, որովհետեւ ես ամենևին չեմ բացառում, որ այդ քննարկումները ենթադրում են նաեւ հարցեր կապված ճանապարհների խնդրի հետ։ Ամենայն դեպս խոշոր միջազգային դերակատարներին բնականաբար հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը հետաքրքրում է առավելապես այդ կարևոր հարցին միտված ճանապարհով, այսինքն որպես ճանապարհ դեպի այդ կարևոր հարցը, այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որպիսի հնարավոր լինի անցնել արդեն հաղորդակցային ուղիների վերաբերյալ ինչ որ համաձայնությունների, որպես եւս մի հանգրվան։ Մենք տեսնում ենք, որ վերջին օրերին ամենայն դեպս բավական մեծ հետաքրքրություն կա եւ այս թեման ես կարծում եմ էապես քննարկվել է Ալբանիայում, Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության այդ շրջանակում եւ նաեւ այդ թեման է եղել Լավրովի այցի առանցքային օրակարգային հարցերից մեկը եւ այդ թեման է այսօր Ֆրանսիայի արտգործնախարարի այցի առանցքային հարցերից մեկը։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ես եմ շնորհակալ։